Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի տնօրեն Արնոլդ Բլեյանն է, բարև ձեզ պարոն Բլեյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցման դրական եզրակացություն տվեց այսպես կոչված Եվրաքվեի մասին նախագծին, այն ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում է։ Ինչպես կորակեք սա, արդյոք, ինչպես դուք եք սովորաբար ասում, եւս մեկ քայլ առաջ։ Ես կարծում եմ, որ դա ամենակարևոր իրադարձություններից է Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Պարզապես նախաբանից դուրս է եկել այն հատվածը, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը, այս նախադասությունն էր դուրս եկել պարզապես։ Այո, այնտեղ մի փոքր ձևափոխեցինք, ընդառաջ գնացինք, բայց բովանդակությունը մնաց նույնը։ Սա շատ կարևոր քայլ է, նամանավանդ այս օրերին, երբ մենք տեսնում ենք, որ Եվրոպան վերաձևում է եւ տնտեսաքաղաքական կառույցից նա նաեւ անվտանգային լուրջ կառույց է դառնում, մենք գիտենք փոխնախարարի հարցազրույցից երեկվա, որ արդեն 2 անգամ կոնսուլտացիաներ են եղել Հայաստանի եւ Եվրամիության միջև անվտանգային բաղադրիչի շուրջ։ Եվ այո, Հայաստանը այլ տարբերակ չունի, գիտեք, մենք չունենք մի քանի տարբերակ, որից ինչ որ մեկը պետք է ընտրենք։ Հա, մենք չենք կարող ասել, որ կան տարբերակներ եւ մենք ընտրում ենք Եվրամիությունը կամ եվրոպական, եվրատլանտյան, հա, ուղեծիրը։ Դա այլ ընտրանք է։ Ինչու՞, որովհետեւ իրականում կա 3 տարբերակ։ Մեկը դա այն ինչ մենք ունենք, Ռուսաստան, ՀԱՊԿ եւ այլն։ Մյուսը դա ընդհանրապես չեզոք կարգավիճակն է, երբ դու չես միանում որևէ կառույցին, ինչպիսին օրինակ Ադրբեջանն է, եւ կա երրորդ տարբերակ, դա Եվրամիության տարբերակն է։ Առաջին տարբերակը կարծում եմ քննարկել անիմաստ է, որովհետեւ մենք մեր կաշվի վրա զգացել ենք, զգում ենք եւ դեռ զգալու ենք դրա անպտուղ լինելը, ընդ որում ես խոսում եմ թե քաղաքական, թե տնտեսական առումով, որպեսզի մենք լինենք չեզոք տնտեսական առումով, մենք չունենք այն հնարավորությունը, որ լինելով փոքր երկիր, նամանավանդ այս քաոտիկ աշխարհի իրավիճակում մենք չունենք այնպիսի հնարավորություններ, որպեսզի մնանք չեզոք։ Բայց ինչպես դուք ասացիք, Եվրոպան վերաձևում է, այս փուլում այսպիսի քայլ անելը արդյոք ռիսկային չէ, որովհետև ընդդիմությունը հայտարարում է, որ սա ռիսկային գործընթաց է մեզ համար։ Ես շատ ուրախ եմ, որ ընդդիմությունը հայտարարում է նման բան, նշանակում է մենք ճիշտ ուղու վրա ենք, որովհետև բնավ եթե մենք սխալ ուղու վրա լինեինք, նրանք կողջունեին մեր այդ քայլը։ Վստահաբար եթե մենք վաղը հայտարարենք, որ մենք ել ավելի ենք ուզում խորացնենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ, իրենք կողջունեն այդ քայլը։ Բայց հակառակը հենց այս պարագայում սկսել արդեն այդ կոնսուլտացիաները Եվրամիության հետ եւ այսօր այդ ձևավորվող, ընդ որում խոսում եմ ոչ միայն Եվրոպական միության, այն ընդլավված Եվրոպայի, որի մեջ նաեւ մտնում են երկրներ, որոնք չեն մտնում Եվրոպական մայրցամաքում։ Խոսքը գնում է Կանադայի մասին, խոսքը գնում է Միացյալ Թագավորության մասին, որը Եվրոպայում է, բայց Եվրոպական միության անդամ չէ։ Խոսքը նաեւ գնում է այնպիսի երկրների մասին, որոնք Եվրամիության անդամ չեն, բայց ձգտում են դառնալ Եվրամիության անդամ, օրինակ Թուրքիան։ Խոսքը գնում է Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի մասին։ Իրենք հասկանում են, որ Միացյալ Նահանգները փաստորեն չեն ուզում արդեն լինել այն դիտողոսակիրը, թե ժողովրդավարության, թե թարապես եվրոպական անվտանգության եւ ոչ միայն եվրոպական, եւ իրենք այլ ընտրանք են փնտրում, իսկ այլ ընտրանքը մեկն է, դա համախմբվել եւ ձևավորել միասնական անվտանգային նոր համակարգ։ Իսկ այս դեպքում, երբ Եվրամիություն, Միացյալ Նահանգներ հարաբերությունները, որ կարծես թե լարվում են, այս փուլում արդյոք տեղին է երկրորդ ընթերցմամբ վավերացնել այս նախագիծը, արդյոք ընդդիմության մտահոգությունները կամ մտավախությունները արդարացված չեն։ Միանշանակ տեղին է, կարծում եմ շուտ պետք է դեռ մենք դա անեինք, բայց այս պահին է շատ տեղին է, որովհետև ես ինչպես նորից ասեցի, հենց այս պահին ձևավորվում է այդ անվտանգային էկոհամակարգը եւ Հայաստանը պետք է դրա մասը կազմի։ Ընդ որում, երբ մենք խոսում ենք Հայաստան, մենք պետք է հասկանանք, որ Վրաստանը նույնպես դրա մասն է կազմելու եւ Վրաստանից արդեն իսկ կան ազդակներ, որ իրենք նույնպես հետաքրքրված են, որովհետեւ իսկ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները մենք պետք է շարունակենք, մենք ռազմավարական գործընկերներ ենք, մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները փաստորեն հետաքրքրված են Հարավային Կովկասով, մենք լսել ենք արդեն հայտարարություններ, բոլորովին վերջերս Վիտկոֆը
հավասարության նշաններ էր դնում, որ խաղաղություն պետք է լինի Հայաստանի Ադրբեջանի միջև, Ուկրաինա Ռուսաստանի միջև, Իրանի եւ Իսրայելի միջև, Պաղեստինյան հարցում, այսինքն իրենք հետաքրքրված են, իրենք փաստորեն չեն շեղվում նախորդ վարչակազմի ուղեցրից այս տարածաշրջանի մասով եւ իրենք հանձնառու են, ես հույս ունեմ, որ իրենք ավելի կներգրավեն եւ տնտեսական պրոյեկտներով նաեւ հնարավորություն կդարձնեն, որ թե Իլհամ Ալիևը համաձայնի ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ թե այդ տնտեսական պրոյեկտները կլինեն այն երաշխիքը, որ այդ հնարավոր համաձայնագիրը չի խախտվի Ադրբեջանի կողմից։ Համաձայնագրի հնարավոր ստորագրմանը դեռ կանդրադառնանք, քանի որ խոսում ենք Հայաստան-Արևմուտք հարաբերությունների մասին։ Երեք արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց, որ ապրիլին կմեկնարկի Եվրամիության վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը, բայց վիզաների ազատականացման հարցն ամենացավոտ հարցն է, քանի որ այդ ոլորտը միակ ոլորտն է, որտեղ չենք կարող ասել, որ բավարարված ենք համագործակցությամբ, բողոքները բազմաթիվ են, չեն նվազում, փորձեր արվում են, բանակցում ենք տարբեր երկրների հետ, հարցը մասամբ կարող է բարելավվել նոր հյուպատոսություններ բացելու արդյունքում, այդուամենայնիվ իրավիճակը գոհացուցիչ համարել հնարավոր չէ։ Եթե մենք գնում ենք դեպի արևմուտք, ապա ինչու է այսօր այն վիճակը վիզաների գործընթացի հետ կապված Հայաստանում, որ ունենք, իսկ դուք գիտեք, որ մենք ունենք մի process, երբ 10 ամիս մարդը պետք է սպասի, երբ իրեն դեսպանություն հարցազրույցի հրավիրեն։ Ճիշտ է ասում պարոն փոխնախարարը, գոհացուցիչ չէ, ես կասեմ նույնիսկ խայտառակ իրավիճակ է։ Մի կողմից մենք կարող ենք փաստորեն արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կա մեծ ցանկություն այցելել եվրոպական երկրներ, Եվրոպական միության երկրներ, նամանավանդ սեզոնային ժամանակաշրջանում։ Մյուս կողմից մենք պետք է փաստենք, որ այստեղ կա խնդիր, եւ այդ խնդիրը պետք է արձանագրվի, պետք է հասցեագրվի, լուծումներ պետք է առաջ գան, ընդ որում դա այդ լուծումները ոչ թե Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում պետք է լուծվեն իմ պատկերացմամբ, այլ Հայաստան եւ առանձին Եվրամիության անդամ երկրները։ Ես շատ նամակներ եմ ստանում, բողոքներ եմ ստանում, թե այ մենք գնում ենք դեպի Եվրոպական միություն, բայց տեսեք ինչ խայտառակ վիճակ է, մենք խոսում ենք վիզաների ազատականացման գործընթացի սկզբից, բայց մենք ունենք նման իրավիճակ, ի վերջո որն է դրա լուծումը, ես կարծում եմ պետք է Հայաստան եւ Եվրամիության անդամ երկրները երկկողմ ձևաչափով հատիկ առ հատիկ քննարկվի եւ դրան լուծում տան։ Եթե գտնում են, որ նոր հյուպատոսությամբ բացվելով իրենք կարող են հասցեագրել այդ խնդիրը, թող դա անեն, եթե դա կարիք ունեն նոր անձնակազմ, լրացուցիչ անձնակազմ ձեռք բերել, այս խնդիրը պետք է լուծվի, որովհետև իրոք խայտառակ վիճակ է, երբ մարդ դեռ չի գնացել Եվրամիություն եւ չունի Շենգենյան վիզա, բայց շատ կտրուկ, շատ արագորեն իրեն պետք է մեկնել որևէ եվրոպական երկիր, նա բախվում է լուրջ խնդիրների։ Սկսում է փնտրել, թե որ երկիրը գնա, որ երկրի դեսպանատունն է ավելի շուտ տալիս, բայց մենք հասկանում ենք, որ առաջնայինը դու պետք է գնաս այն երկիրը, որ դու նշել ես, այսինքն բախվում են մի խնդիրների հետ, որը 21-րդ դարում, մանավանդ ժողովրդավարական երկրում, ինչպիսին Հայաստանն է, նամանավանդ Եվրոպական միությանն անդամակցելու գործարք սկսելու գործում զբաղվող երկրի համար դա անընդունելի է։ Հետևաբար ես կարծում եմ, որ շատ լուրջ աշխատանք է պետք է տարվի այդ ուղղությամբ։ Տեսեք, նշվում է, որ հյուպատոսություններ բացելու շնորհիվ գուցե հնարավոր լինի խնդիրը կարգավորել, բայց մենք բոլորս գիտենք, որ եթե պահանջված, չգիտեմ, 35 եվրոից ավել, մոտ 40, 60, 80 հազար դրամ վճարում ես լրացուցիչ ծառայությունների շնորհիվ հնարավոր է լինում տեղ ամրագրել շատ ավելի շուտ։ Եթե այդ հյուպատոսությունները ծանրաբեռնված են աշխատում, ապա ինչպես է ստացվում, որ փողը տալիս ես, այդ տեղը բացվում է։ Արդյոք դա բիզնես չի դարձել։ Օրինակ ես կարող եմ համեմատել Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատանքի հետ, այնտեղ նման օրակարգ չկա։ Դու էլի կարող ես գնալ այսօր դիմել դեսպանատուն, քեզ օր կնշանակեն 1 տարի հետո, բայց դու հետո կարող ես նամակներով, ապացույցներով խնդրել իրենցից, որ այդ օրը տեղափոխեն շատ ավելի շուտ օրվան հարցազրույցի օրը եւ իրենք ընդառաջում են եւ որևէ այլ գումար չեն գանձում եւ այստեղ ես տեսնում եմ ռիսկեր, որ կոռուպցիոն ռիսկեր նույնիսկ, որ մարդիկ պարզապես բիզնեսով են զբաղված եւ իրենք չեն ուզում այդ հնարավորությունը կորցնել։ Ես դրա համար եմ ասում, որ ամենալուրջ կերպով պետք է Հայաստանի Հանրապետության իշխանությունը առաջին հերթին իհարկե արտաքին հարաբերությունների, արտաքին գործերի նախարարությունը զբաղվի այդ հարցով։
Պարոն Բլեյան, բազմաթիվ երկրներ ողջունեցին խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, Ֆրանսիայի նախագահը նաեւ հայտարարեց, որ այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ինչ է կարծում, արդյոք խոչընդոտներ չկան, արդյոք արդեն, այսպես ասած, բոլորին ձեռնտու է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն այդ համաձայնագիրը։ Խոչընդոտը կա, դա Իլհամ Ալիևն է։ Իհարկե բոլորին ձեռնտու է, բացառությամբ Իլհամ Ալիևին, ընդ որում դա ձեռնտու է Ադրբեջանին, բայց դա ձեռնտու չէ Իլհամ Ալիևին։ Ընդ որում դա նաև ձեռնտու չէ Ռուսաստանի Դաշնությանը Վլադիմիր Պուտինին։ Հետևաբար դա ընդ որում ձեռնտու է Թուրքիային, ինչի մասին խոսել են արդեն թուրքական իշխանությունները։ Մենք տեսել ենք, որ իրենք զանգահարել են նույնիսկ, այցելել են Բաքու, խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների բացումից, իրենք են ուզում բացեն հայ-թուրքական սահմանը, իսկ մենք պետք է պատկերացնենք, թե որքան կարևոր է հայ-թուրքական սահմանի բացումը։ Ընդ որում ես չեմ խոսում հայ-թուրքական հարաբերությունների բարեկամությունից, ընկերությունից, եղբայրությունից կամ ինչ-ինչ ուրեմն պատմության, էջերի փակումից կամ մոռացումից, ես խոսում եմ հայ-թուրքական հարաբերությունների կառավարելի դարձնելուց։ Մենք կարող ենք համեմատել թուրք-հունական հարաբերությունները, մենք տեսնում ենք այն տարաձայնությունները, որոնք իրենք ունեն, բայց դա չի խանգարում իրենց բազմամիլիարդանոց տնտեսական պրոյեկտերի մեջ ներգրավել, որոնք ուրեմն օգտակար են թե Թուրքիային, թե Հունաստանին, թե թուրք, թե հույն ուրեմն տնտեսվարողներին, այսինքն կան տնտեսական շահեր եւ այդ տնտեսական շահերի շնորհիվ է նաեւ որ թուրք-հունական հարաբերությունները մնում են կառավարելի դաշտում։ Մենք փորձում ենք որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները դառնան կառավարելի, դառնան հարևանային, որոնք իրենց հերթին կնպաստեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կառավարելիությանը, Իլհամ Ալիևին ավելի կառուցողական դաշտում պահելուն, այս դրա մասին է խոսքը գնում։ Իսկ ինչպես համոզել որպեսզի Իլհամ Ալիևը ի վերջո ստորագրի այդ խաղաղության պայմանագիրը, ես նորից եմ ասում, այս պայդրությամբ դա ավելի շատ պետք է Հայաստանին, քան Իլհամ Ալիևին։ Հետևաբար մենք պետք է գտնենք այնպիսի ձևաչափ, որը հետաքրքիր կդարձնի Իլհամ Ալիևին, կամ արդեն դրա չստորագրումը կլինի տնտեսական պրոյեկտներ, ընդ որում Միացյալ Նահանգների ներգրավվածությամբ։ Ես կարծում եմ, որ այս պահին կամ միակ երկրի ղեկավարը, ում Իլհամ Ալիևը կամ չի կարողանա ասի ոչ, կամ շատ դժվարությամբ կասի ոչ, դա Դոնալդ Թրամփն է։ Դա Իսրայելի վարչապետը չէ, դա Թուրքիայի նախագահը չէ, դա Միացյալ Նահանգների նախագահն է։ Եվ այստեղ կան տնտեսական շահեր։ Եվ Հայաստանը տնտեսական շահեր, թե հենց նաև ճնշում պետք է գործադրել Բաքվի նկատմամբ։ Ես մի փոքր կասկածում եմ, որ կլինեն շատ լուրջ ճնշումներ, մենք գիտենք, որ Իսրայելը շատ լուրջ աշխատում է Ադրբեջանի օգտին, իսրայելական լոբին շատ ուժեղ աշխատում է, բոլորովին վերջերս մենք տեսել ենք դրա արդեն առաջին արդյունքները, երբ խոսում էր Միացյալ Նահանգներ, Իսրայել եւ Ադրբեջան երակող ուրեմն գործարքներից եւ ռազմավարական հարաբերություններից, մենք գիտենք, որ Իլհամ Ալիևը նույնպես ցանկանում է Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերություններ հաստատել, ինչպիսին մենք ունենք Միացյալ Նահանգները, եւ ես դեմ չեմ դրան, եթե դա կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը եւ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Սա մի մեծ գործարք պետք է լինի։ Դոնալդ Թրամփը սիրում է գործարքներ կնքել, նա ուզում է խաղարարի այդ մեսիայում հանդես գալ, խնդրեմ, այստեղ շատ ավելի քիչ ռեսուրս կպահանջվի, քան այն ռեսուրսները, որ նա ներդնում է Ուկրաինայում, այն ինչ ներդնում է Իսրայելում, այստեղ շատ ավելի քիչ ռեսուրսներ կպահանջվեն, նամանավանդ, որ այն երկրները, որոնք ազդեցություն ունեն Թուրքիայի, Ադրբեջանի վրա, իդեմս Թուրքիայի, հետաքրքրված են, որպեսզի այս process-ը տեղից շարժվի։ Այսինքն տեսեք, դուք ասացիք, որ ձեռնտու է Թուրքիային համաձայնագրի ստորագրումը, բայց ձեռնտու չէ Ռուսաստանին եւ Ադրբեջանին։ Ադրբեջանի եւ Ռուսաստանի համար անակնկալ էր Հայաստանից հնչող հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք ստորագրել, տեղը ժամը հստակեցնենք եւ վերջ։ Կարծում եմ նամանավանդ Ադրբեջանի համար շատ անակնկալ էր, նա չէր սպասում իմ դիտարկմամբ, որ Հայաստանը կընդունի այդ վերջի առաջարկը, հայտնի երկու կետերի շուրջ եւ նույն այն ջղաձգումները, այն հայտարարությունները, օրը 3 անգամ թե հայկական դիրքերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, խոսում է նրա մասին, որ իրենք չէին կարողանում հասկանալ, թե ինչպես շարժվել առաջ, եւ ես շատ գոհունակությամբ պետք է հայտնեմ, որ Եվրամիության դիտորդները այստեղ շատ արագ
կերպով արձագանքեցին եւ հաստատեցին արդեն մեր պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ չկան որևէ խնդիրներ հայկական ուղղությամբ, ընդ որում նաեւ ոչ մի խնդիր, որևէ կուտակումներ չկան ադրբեջանական կողմից եւ այս պահին Իլհամ Ալիևը կարծում եմ փորձում է հասկանալ, թե ինչ նա կարող է ստանալ հնարավոր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից կամ խաղաղության համաձայնագրի ստորագրումից։ Դա չի նշանակում, որ անպայման դա ստորագրվելու է, դա նշանակում է, որ կա հավանականությունը, որ այն կստորագրվի, կա հավանականությունը, որ այն չի ստորագրվի։ Եվ այն հանգամանքը, որ իրանք արդեն իսկ բերել են այն նախապայմանները, որոնք տեղ չունեն հնարավոր համաձայնագրում, բայց իրենք այսպես վերբալ կերպով առաջ են բերում, խոսում են նրա մասին, որ իրենք հետաքրքրված չեն, որովհետև եթե իսկապես Իլհամ Ալիևը հետաքրքրված լիներ, որպեսզի մեր սահմանադրությունը փոխվի, նա ամենակիչը կխոսեր դրանից, հասկանալով, որ ինչքան խոսում է այդ սահմանադրությունից, այնքան դրա նոր սահմանադրության անցկացումը Հայաստանում ավելի քիչ հավանական է դառնում, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին ես շատ կասկածում եմ, որ կգնա եւ կստորագրի այո կասի մի սահմանադրությանը, եթե իր պատկերացմամբ կլինի, որ դա Իլհամ Ալիևի պարտադրանքն է։ Այսինքն միտումնավոր է այդ հայտարարությունը բարբերաբար հնչում Բաքվից։ Միանշանակ միտումնավոր է, որպեսզի դա չկատարվի, դա տեղի չունենա, համաձայնագիր չստորագրվի։ Այո։ Ես ասեմ ավելին, նա կազուս բելի է փտրում, որպեսզի գնա ռազմական ագրեսիայի։ Որովհետև եթե լուծվում է Ղարաբաղյան կոնֆլիկտը, իրեն պետք է նոր կոնֆլիկտ, որովհետև Իլհամ Ալիևի վարչակազմը տարիներ շարունակ սնուցվել է այդ կոնֆլիկտից։ Ավտոկրատ ղեկավար է եւ իր գաղափարախոսությամբ պետք է միշտ լինի արտաքին ագրեսիա։ Պետք է պատրվակ է պետք, պատրվակ է պետք, որովհետև ադրբեջանցիները հարց են բարձրացնելու։ Ինչպես է պատահում, որ միջին վրացին, միջին հայը ավելի լավ է ապրում, ավելի շատ է փող աշխատում, քան միջին ադրբեջանցին, հաշվի առնելով տնտեսական ահռելի տարբերությունները երկրների միջև։ Հետևաբար ինքը պետք է ասի, այ մենք ունենք կոնֆլիկտ, ես զենք եմ գնում եւ այլն եւ այլն։ Ինչ մենք տեսել ենք ընդ որում Հայաստանում երկար տարիներ։ Տեսեք, Լուսավոր Հայաստանը հայտարարեց, որ խաղաղության համաձայնագրի շուրջ պայմանավորվածությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ինքնիշխանությունը զիջում է։ Մենք զիջելու ենք ինքնիշխանությունը, Հայաստանի իշխանության դա որոշումն է, ՀՀԿ-ն էլ հայտարարեց, որ իշխանությունը ունի մանդատ եւ լեգիտիմություն հայ ժողովրդի անունից այդպիսի պայմանագիր ստորագրելու, նաեւ եղավ հայտարարություն, որ սա ոչ թե պայմանագիր է, այլ համաձայնագիր, ինչը ոչ պարտադիր բնույթ ունեցող փաստաթուղթ է, ունի իրավական ուժ, իսկ այն խախտել իրավական հետևանքներ չի առաջացնում, սա էլ հայտարարեց Լևոն Քոչարյանը։ Ծիծաղաշար հայտարարություններ են անում մեկը մյուսի հետևից, ընդ որում այժմ իրենք հանդես են գալիս եվրադիտորդներին չհանելու օգտին, այդ նույն ուժերը, ովքեր դեմ էին քվեարկում ազգային ժողովին եվրադիտորդների ներկայությանը, խոսելով նրա մասին, թե ինչքան վտանգավոր են իրենք, քանի որ իրենք տեղեկատվություն են փոխանցում Իրանի եւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի մասին Եվրոպական միության Բրյուսել, այժմ իրենք խոսում են, թե ինչքան անթույլատրելի է, որովհետև իրենք մեր անվտանգության բաղադրիչներից մի մասն են, սա խոսում է նրա մասին, թե ինչքան իրենք անհետևողական են եւ իրականում իրենք ոչ թե հետաքրքրված են, թե արդյոք այդ 17 կետերից այս կետը կամ այն կետը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից կամ պարունակում է ռիսկեր, այլ իրենք ընդհանրապես հետաքրքրված են, որպեսզի չլինի խաղաղության համաձայնագիր։ Այն կկոչենք պայմանագիր, համաձայնագիր, հայտարարություն, ցանկացած մի փաստաթուղթ, որը կբերի այս կամ այն չափի կառավարելիությանը Հայաստան եւ Ադրբեջան միջև, դեմ է իրենց ցանկությանը, որովհետեւ դա դեմ է իրենց գաղափարախոսությանը, իրենց գործունեությանը, որովհետեւ ինչպես Իլհամ Ալիևն է սնուցվել այս կոնֆլիկտի վրա, այնպես էլ իրենք են սնուցվել այս կոնֆլիկտից եւ հետեւաբար իրենք չեն ուզում կորցնել իրենց քաղաքական դաշտում մնալու հնարավորությունը։ Եթե դիցուկ վաղ ազգային ժողովը ի վերջո իրավաքաղաքական գնահատական կտա 99 թվականի մայիսից մինչև 2018 թվականի մայիսը իշխանությունն ուզուրպացված եւ զավթած ուժերին եւ իրենք դուրս մնան քաղաքական դաշտից, շատ ավելի կհեշտանա բոլորիս գործը։ Շնորհակալություն։ Սիրով։ Հիշեցնեմ իմ հյուրը ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի տնօրեն Արնոլդ Բլեյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։